հասարակության մեջ արկա բոլոր տրամադրությունները ի նպաստ դնելու Հայաստանի վաղվա օրը։ Այն ինչից դու այսօր խոսում ես, դա հնարավոր չէր անել կամ սկսել 2003 թվականին, երբ նույն հնարավորությունը ընձեռում էր այդ 2003 թվականը որպես համապետական ընտրություններ նախագահային։ 2003 թվականին նույնը ըստ էության տեղի ունեցել ընդդիմությունը միասնական թեկնածու ունեցել է եւ այդ թեկնածուն շռնդալից կերպով քարոզարշավ է անցկացրել եւ շռնդալից հաղթանակ է տարել, այլ բան, որ ավազակապետական համակարգին հաջողվել է ինչ-ինչ հայտնի ձևերով այդ հաղթանակը կորզել ժողովրդից։ Լավ, 2003-ից մինչև այսօր որտեղ եք։ Ով։ Այն ուժերը, ովքեր այսօր են համախմբել, ովքեր խոսում են, ուրեմն բոլոր այն ուժերը, որոնք այսօր համախմբվել են եւ 2003-ին, եւ 2004-ին, եւ 2005-ին։ Ես ուզում եմ ֆիքսել ընդհանրապես ինչու ակտիվացումը միայն ընտրությունների շեմին է տեղի ունենում։ Այդ ընտրություն քաղաքական Հայաստանում ես հիշեցնեմ, որ Հայաստանում քաղաքական process-ներ են տեղի ունեցել եւ 2004 թվականին, եւ 2005 թվականին, եւ այդ քաղաքական process-ները անընդհատ են տեղի ունենում։ Քաղաքական կուսակցություններ, օրինակ Ստեփան Դեմիրճյանը, նրա ղեկավարած կուսակցությունը 2003 թվականից ի վեր եղել է պայքարի մեջ։ Հանրապետություն կուսակցություն եւ մնացած բոլոր կուսակցությունները այս ընթացքում եղել են պայքարի մեջ եւ նաեւ այս է պատճառը, որ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկում ըստ էության մի այսպիսի շատ կարևոր շեշտադրում արեց։ Նա ասեց, որ փաստորեն ոչ թե այս կուսակցություններն են միացել ինձ, այլ ես եմ միացել այդ կուսակցություններին, նրանց պայքարին, որ այս ընթացքում նրանք անընդհատ շարունակել են։ Ես ուզում եմ կոնկրետ հարցին պատասխանես։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրեց 2003 թվականը, այլ ընտրեց 2008 թվականը։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հարցին հստակ պատասխանել է, խնդիրն այն է, որ այն ժամանակ ընդդիմությունը ուներ ընդգծված լիդեր։ Եվ այդ ընդգծված լիդերը, որ ի վիճակի էր համախմբել ընդդիմադիր նրանց չխանգարելու բնադրությամբ։ Խնդիրը գիտեք, խնդիրը անձնական չէ, խնդիրը հետևյալն է, խնդիրը քաղաքական է։ Իսկ քաղաքական խնդիրը հետևյալն էր 2003 թվականին, որ անհրաժեշտ է ունենալ ուժեղ միասնական թեկնածու, ով ի վիճակի կլինի ռեալ պայքար մղել այս ապօրինի իշխանությունների դեմ։ 2003 թվականին կար այդպիսի թեկնածու եւ այդ թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն էր։ Նիկոլիս, ինչ ես կարծում, քո նկարագրացի հիմքը երբ է դրվել։ Ինչի հիմքը։ Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ։ Ուրեմն այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Մի քիչ էլ հետ գնա։ Մի քիչ էլ հետ գնա։ Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ես ազնիվ գտնվես, մի քիչ էլ։ Ես գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ եւ ես պատասխանում եմ ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք ինչ եք կարծում, երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ, որ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին Նայիրի Հունանյանի ձեռքով։ Եվ այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նայիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը եւ ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։ Դե այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք, չստացվի։ Ես դες ասեմ, որ ես ընդհանրապես ես սովոր եմ, ես պատասխանատու եմ ասած ցանկացած խոսքի։ Լավ։ Այսինքն մինչև 99 ասեցի, 99 թվականը ամեն ինչ լավ է եղել, ամեն ինչ պայծառ է եղել։ Գիտեք, ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ շատ քիչ է եղել դրվագներ եւ ընդհանրապես չեն եղել դրվագներ, որ ամեն ինչ պայծառ է եղել։ Որևէ մեկը չի ասում, որ կա ինչ-որ ժամանակ, որ ամեն ինչ պայծառ է։ Այդ հիմա են ուզում ապացուցել նույն հանրային հեռուստակներեք ես ձեր հարցին պատասխանեմ, այդ հիմա են ուզում ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամեն ինչ պայծառ է եղել։ Որևէ մեկը Հայաստանի որևէ այլ ժամանակաշրջանի մասին չի փորձել այդպիսի շեշտադրում անել։ Եթե դուք
Վերջին 10 տարում հետևել եք Հայլուրի եթերին, դուք անընդհատ այնտեղից ստացել եք տեղեկատվություն, որ ամեն ինչ պայծառ է, ամեն ինչ օրինական է, ամեն ինչ տեղի ունենում, երկիրը զարգանում է, վագրի թռիչքները։ Հանրային հեռուստատեսությունը այդպիսին է եղել 91 թվականից սկսած առ այսօր։ Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ հանրային հեռուստատեսությունը այդպիսին է եղել, որովհետև 96 թվականին երկիրը գլխատած ոչռագործության մեջ մեղադրված մարդը հանրային հեռուստատեսության ղեկավար չի եղել։ Հասկանում եք, սա շատ կարևոր տարբերություն է։